Լսենք թշնամի երկրի հեքիաթներից մեկը, որն ուսուցանվում է նրանց մանկապարտեզներում։ Ժամանակին Ատրպատենը անունով մի պետություն կար։ Սա Ադրբեջանի նախկին անունն էր։ Ատրպոտանացիները շատ աշխատասեր ժողովուրդ էին։ Նրանց հմտությունն ու աշխատասիրությունը հայտնի էին ամբողջ աշխարհում։ Շատ երկրների քաղաքավորները պատիվ էին համարում իրենց պալատները զարդարել Ատրպատենացի արհեստավորների կողմից պատրաստված ամաններով ու կուժերով։ Քաղաքում շատ արհեստավորներ կային, բայց միայն մի քանի հմուտ կավագործներ։ Բազարի ներսում գտնվում էր վիրտուոզ, կավագործ վիրտուոզ Ահմեդի արհեստանոցը։ Ահմեդը նկատեց մի տղայի, որը շուկայում քաղցրավենիք էր վաճառում։ Քո անունն ինչ է, տղաս։ Ռովշան, որդիս, տեսնում եմ, որ քեզ դուր է գալիս կավագործության պատրաստման գործընթացը։ Եթե ցանկանում ես, արի ինձ մոտ, ես քեզ կսովորեցնեմ այդ արվեստը։ Ռովշանը թևքերը ծալեց եւ սկսեց աշխատել։ Այնինչ մյուսները տիրապետում էին 1 ամսում, նա տիրապետեց 1 օրում։ Յանիկն սկսեց երջանիկ ապրել։ Ռովշանի հարևանությամբ ապրում էր մի աղջիկ Գոնչա անունով։ Մի օր աշխատանքի գնալու ճանապարհին Ռովշանը լսեց Գոնչայի ճիչը։ Վազելով տուն, տեսավ, որ մի թունավոր օձ փորձում էր հարձակվել Գոնչայի վրա։ Ռովշանը սպանեց օձին եւ գրկեց Գոնչային։ Նրանք սիրահարվեցին եւ Ռովշան ուղարկեց մորը գեղեցկուհուն նշանելու, բայց Գոնչայի հայրը շատ քմահաճ ու ագահ մարդ էր եւ ասաց, որ Ռովշանի համար նա պետք է 1000 ոսկե մետաղադրամ տա։ Այսպիսով Ռովշանը որոշեց գնալ հեռու երկրներում վաճառել իր ապրանքը։ Իսկ հիմա գանք Ռովշանի հարևանին։ Նրա անունը Վարդան էր։ Վարդանը հայ էր։ Նրան աքսորել էին հայրենիքից խաբեության համար։ Նա եկավ Ռովշանի հայրենի քաղաք եւ սկսեց ապրել հարևան մի հին տան մեջ։ Վարդանը վարպետ կոշկակար էր, բայց քանի որ նա իր կոշիկները վաճառում էր շատ բարձր գնով, ոչ ոք չէր ուզում նրա հետ առևտուր անել։ Հենց որ նա լսեց, որ Ռովշանը պատրաստվում է երկար ճամփորդության, նա մոտեցավ նրան, դառը արցունք թափեց, պատմելով իր դժվար կյանքի եւ աղքատության մասին, խնդրեց իրեն էլ տանել։ Գուցե այնտեղ հեռավոր երկրներում կարողանամ վաճառել կոշիկներս եւ մարել պարտքերս։ Հակառակ դեպքում ստիպված կլինեմ ինքնասպան լինել։ Մեկ ուրիշը չէր հավատա Վարդանին, քանի որ բոլորը գիտեին, թե որքան ստախոս, խաբեբա եւ անամոթ տղա էր։ Բայց կարեկից Ռովշանը հավատաց Վարդանի արցունքներին եւ խոստացավ նրան իր հետ տանել։ Հաջորդ առավոտյան Ռովշանն ու Վարդանը ճանապարհ ընկան։ Հասան մի օտար քաղաք։ Ռովշանի ուղտերով լի ամանները անմիջապես վաճառվեցին բարձր գներով, սակայն Վարդանը վաճառել էր միայն մի զույգ կոշիկ։ Զայրույթը համակեց նրան, եւ նա չկարողացավ զսպել իրեն, ասելով. Գիտես ինչ, մենք արդեն մի ամիս է ինչ ճամփորդում ենք եւ շատ հոգնած եմ։ Արի հանգստանանք մոտակա պանդոկում, հետո նոր թափով կվերադառնանք առևտրին։ Ռովշանը համաձայնեց իր ընկերոջ համար։ Ընկերները հասան մոտակա քարավանատունը եւ հոգնած Ռովշանը քնեց, սակայն Վարդանը չէր կարողանում քնել, զայրույթն ու նախանձը տիրել էին նրան։ Նա չէր կարողանում աչքերը փակել։ Վաղ առավոտյան Ռովշանը արթնացավ եւ նկատեց, որ Վարդանը երկար ժամանակ էր քնել եւ նրա դեմքը դեղնել էր։ Նա անհանգիստ հարցրեց. Ինչու է նա այդքան դեղնած, գուցե հիվանդ է, գուցե դեղ է պետք, ինչ հոգատար։ Դու գնա առևտուր արա, ես մի փոքր էլ կմնամ այստեղ, պատասխանեց Վարդանը։ Ապա կուզես, որ քո ապրանքները վերցնեմ ինձ հետ եւ փորձեմ վաճառել դրանք, Ռովշանն առաջարկեց իր օգնությունը։ Եթե դա դժվար չէ, վերցրու դրանք եւ վաճառիր, ասաց Վարդանը։ Այսօրվանից դու իմ իսկական ընկերն ու եղբայրն ես։ Վարդանը շրջվեց խորամանկ գաղտագողի ժպտաց։ Ռովշանը չգիտեր, որ իր ընկերոջ սիրտը լի էր նախանձով ու դավաճանությամբ, ուստի նա հավատում էր յուրաքանչյուր խոսքին։ Վարդանի ապրանքները իր ապրանքների հետ միասին բեռնելուց հետո Ռովշանը ճանապարհ ընկավ դեպի շուկա եւ շուտով ամբողջ քաղաքն իմացավ, որ ժամանել է Ռովշան անունով մի վարպետ արհեստավոր, որի աշխատանքն անգերազանցելի էր։ Օրին Ռովշանը վաճառել էր իր ամբողջ ապրանքը։ Վարդանի կոշիկներից նա կարողացավ վաճառել միայն 3 զույգ։ Սրանից տխրած Ռովշանը վերադարձավ քարավանատուն եւ ասաց Վարդանին. Մի տխրիր բարեկամ, ես քեզ այստեղ մենակ չեմ թողնի։ Ես կմնամ այնքան, որքան դու կկասես։ Միայն քո ապրանքներն էլ վաճառվեն։ Վարդանը ձևացրեց, թե հուզվել է այս խոսքերից եւ դարալացեց։ Իրականում նա չափազանց նեղված էր, որ Ռովշանը վաճառել է իր բոլոր ապրանքները եւ ոսկե մետաղադրամներով լի ամբողջ պարկ էր բերել եւ այդ պատճառով էլ խեղդվում էր արցունքներից։ Միևնույն ժամանակ նա խորապես մտածում էր, թե ինչպես ձեռք բերել Ռովշանի փողերը եւ խորամանկ ծրագրեր էր մշակում։ Ժամանակն էր տուն վերադառնալու եւ ընկերները պատրաստվում էին ճամփորդությանը։ Ռովշանը նվերներ գնեց իր մոր, հոր եւ սիրելի Գոնչայի համար։ Երբ նա դուրս եկավ շուկայից, վանդակում տեսավ մի թռչուն, դա թութակ էր։
որը վանդակին հարվածում էր, կարծես աղաչում էր, որ իրեն դուրս թողնեն։ Ռովշանը չնայած բարձր գնին, գնեց թռչունին եւ բաց թողեց։ Վարդանը կանգնեցրեց նրան, ասելով. «Մեզ ուղեկցորդ պետք չէ, ես շատ լավ գիտեմ ճանապարհը»։ Իրականում սա նրա ծրագրի մի մասն էր, քանի որ նա այդ գիշեր սպանել էր ուղեկցորդին։ Ռովշանը անվերապահորեն վստահում էր Վարդանին եւ շուտով նրանք ճանապարհ ընկան։ Վարդանը պլանավորեց գիշերվա ճանապարհորդությունը եւ քարավանը ուղղորդեց ոչ թե Ռովշանի հայրենի քաղաք, այլ բոլորովին այլ ուղղությամբ՝ դեպի անջուր անապատ։ Նրա մուտ ծրագրերի մասին դեռ ոչ ոք չգիտեր։ 20-օրյա ճանապարհորդությունից հետո ջրի պաշարները սպառվեցին եւ Ռոշանը վերջին կաները տվեց Թութակին։ Մի քանի անգամ շփոթված նա հարցրեց Վարդանին. «Ի վերջո մենք գնում ենք այլ ճանապարհով, անծանոթ տարածքով», բայց Վարդանը նրան համոզեց, հանգստացրեց, որ նա տանում է ամենակարճ ճանապարհով։ Ճանապարհորդները աստիճանաբար կորցնում էին իրենց ուժերը եւ ծարավը համակեց նրանց։ Վարդանը հրամայեց Ռովշանի ուխտին գնալ վերջինը իբրև թե որպեսի կարողանա հետևել արահետին։ Որոշ ժամանակ անց Վարդանը առաջարկեց, որ լիովին հյուծված Ռովշանը իջնի ձիուց եւ քայլի, բացատրելով, որ մոտակայքում ինչ-որ ջրի աղբյուր պետք է լինի։ Ռովշանը դա արեց եւ քայլեց, միաժամանակ ցանկանալով բոլոր ուխտապաններին գոռալ, որ մոտակայքում ջուր կա, բայց Վարդանը կանգնեցրեց նրան։ Իսկապես ուզում ես, որ նրանք ջրի համար կռվեն։ Կարող ես պատկերացնել, թե ինչ կլինի, եթե իմանան դրա մասին։ Արի ինքներս ջուր գտնենք, լցնենք ամանները եւ վերադառնանք։ Մտքերի մեջ կորած Ռովշանը հասկացավ, որ Վարդանը ճիշտ է եւ հետևեց նրան։ Շուտով նրանք իսկապես պատահաբար հանդիպեցին մի ջրհորի։ Մթության պատճառով ջրհորի խորությունը որոշելն անհնար էր եւ Վարդանն ասաց. «Ջրհորը խորը չէ, բայց ինչ որ մեկը պետք է իջնի հատակը։ Ջուրը հանելու համար դու իջի, լցրու դրանք»։ Նրան հրեց, գցեց հատակը։ Ռովշանը ընկավ ջրհորի հատակը։ Վերջապես 12 օր ճանապարհորդությունից հետո Վարդանը տուն հասավ։ Թունքն աչքերին պատմեց Ռովշանի ընտանիքին, որ վերադարձի ճանապարհին ավազակներ են հարձակվել իրենց վրա եւ տարել Ռովշանին ու ամբողջ ոսկին։ Նա նկատեց, որ բոլորը կասկածանքով արձագանքեցին իր պատմությանը եւ Թութակին մատնացույց անելով ասաց, որ դա միակ թռչունն է, որ մնացել է Ռովշանից։ Գոնչան վերցրեց Թութակին եւ սկսեց շոյել այն։ Թութակը կրկին գոռաց. «Վայ, բայց մինչ նրանք ճանապարհին են, եկեք պատմենք ձեզ Ռովշանի մասին»։ Այսպիսով վստահելով ու հավատալով Վարդանին, նա նետվեց խորը փոսի մեջ։ Այնքան բարիք էր արել Վարդանի համար, որ նրա մտքով անգամ չէր անցել, որ Վարդանն այդքան դավադրաբար կվարվեր իր հետ։ Միայն հիմա հասկացավ Վարդանի իրական բնույթը։ Մինչդեռ Գոնչան քայլում էր անապատով, քայլելով առանց կանգ առնելու գիշեր եւ ցերեկ։ Շուտով Գոնչան եւ Թութակը Ռովշանին դուրս քաշեցին ջրհորից եւ կերակրեցին։ Մարդիկ հավաքվել էին Ռովշանի տանը, մտադիր լինելով գնալ Վարդանի մոտ, նրա տունը հողին հավասարացնել եւ սպանել նրան։ Բայց Ռովշանի խիղճը թույլ չտվեց եւ նա ասաց. «Թող Ալլահը պատժի նրան»։ Այնուհետև ամբողջ քաղաքը հավաքվեց եւ ընդմիշտ վռնդեց Վարդանին քաղաքից, եւ բոլորը երջանիկ ապրեցին։ Ռովշանն ու Գոնչան ամուսնացան եւ հասան իրենց երազանքներին։ Թող Ալլահը մեզ էլ շնորհի մեր ցանկությունների իրականացումը։